Ես դեռ անցած տարի այսենց ողբերգության մասին էի զգուշացնում։ Բարև ձեզ ժողովուրդ։ Ով չգիտի, լուսադեմ ժամը 6-ին շտապօգնության վարորդը հոգնածությունից 24 ժամյա աշխատանքի ընթացքում էլի սմենի վերջ քնել աղեքի վրա ու մխրճվել սյունի մեջ։ Խփել է։ Ուրեմն բժշկուհին մահացել է, իսկ վարորդն ու քույրը, բուժքույրը հիվանդանոցում են։ Ես այս թեման բարձրաձայնում էի, հələ ավելի շուտ եմ բարձրաձայնել։ Զանգերի նամակների միջոցով էլի։ Բայց դեկտեմբեր ամսին, երբ որ ավտոբուսի վարորդները ցույց էին անում այնտեղ, գործադուլ ցույց չէ։ Գործադուլ, որ հավելավճարներ են ուզում ու բան։ Զուգարան, թե հիշում եք։ Ես մի հոդված նույնիսկ տեղադրեցի, համ հաղորդում, համ հետո հոդված, էլի տախոգրաֆի մասին։ Որ ասում եմ, լսեք, հո դուք անասուն չեք, իշխանավորներ, այդ դեպուտատներ, բան, որ եկել են, քաղաքական ուժեր, փորձագետներ, որ հետո խոսում էին ամեն խոսափողից, են բլոգերներ, բան, էլի, որ վարորդներին պետք է տրվի հավելավճար։ Քաղաքական ուժերն էլ դիվիդենդներ են շահում, ասում են, այ որ մեզ ընտրեք, մյուս անգամ կստանաք հավելավճար։ Մենակ ես էի շիպես զռում, ասում, արա դուք կարող եք անասունների տիեզերքում եք։ Ամբողջ աշխարհում կա ասենց ստուգված բան էլի, որ 8 ժամ աշխատանքից հետո վարորդը ղեկի վեր են արդեն։ Համարվում է մոտիկանում է խմածին, հարբածին։ Իսկ Հայաստանում ավտոբուսի վարորդը 16 ժամ ղեկի վրա է նստում։ Ինչպես եւ շտապօգնությունը։ Ես այդ գիտեմ լրիվ ուրիշ ցույցից, երբ որ նույն շտապօգնության վարորդներն էլ մի երկու տարի առաջ ուզում էին բան հավելավճարներ էլի։ Լսել եմ, որ 8 ժամից հետո պետք է ավել վճարվեն, ցույց էին անում։ Ես ասում եմ, լսեք, դուք ում էշ չեք, արա, դուք աշխարհում տես բան չկա, 8 ժամ հետո կոմերցիոն տրանսպորտի վարորդը պետք է հանգստանա, վերջ։ Դրա համար տախոգրաֆներ են դնում այդ գրուզավիկների բանի մեջ, ֆուրերի, վերահսկում են։ Դուք պատկերացնում եք շտապօգնության վարորդը ենել, էքստրեմալ երթևեկություն ու հոգնած։ Հասկանում եք, 8 ժամ հետո մարդ կորցնում է այդ ունակությունը, այդ ռեակցիան, այդ բակավոյ զրենյան, այդ բթանում է ուղեղը։ Ես էդ էի ասում, ըստ մեր մոտ ասում են, չէ, հավելավճար տանք։ Այս է, որ ես զարմանում եմ, մեր ոստիկանապետը, գայի պետը, այ տուպոյ են, տուպոյ։ Ոնց են հանդուրժել, էլի այսքանը, երբ որ սովորական, PDD-ի համաշխարհային կանոններ կա, էլի, այդ բան Վենսկի կոնվենցիայի համաձայն, էլի, վարորդական այդ օրենքներ, էլի, ճանապարհատրանսպորտային, որ այնտեղ գրված է մեր հարցաշարերում վարորդական իրավունք ստանալու, որ կոմերցիոն տրանսպորտը դա առանձին կարգավիճակ է, էլի, որ 8 ժամից ավել իրավունք չունի վարորդը լինի ղեկին։ Ես զարմանում եմ, մեր լրագրողներ, փորձագետներ են, շվեյցարական դանակ փորձագետներ ունենք, որ ամեն ինչից տեղյակ են, էլի, աստրոֆիզիկայից, քաղաքագետ են, արևելագետ են, արևմտագետ են, այլմոլորակայիններից էլ են կուրսի, էլի, սենց դրանք վարորդական իրավունք անելուց։ Նույն մեր իշխանավորներ, էլի, տոմսը չեն հիշում։ Պարզ օրական այդ հարցաշարում կա, ով օրինական է վարորդական իրավունք անել, հիմա կհիշի։ Որ մեր մոտ վարորդները պետք է 24 ժամ աշխատեն։ Այսպես բան հիմա նոր են իմանում, նայեք հեսա ինձանից կիմանան։ Միջև այդ չգիտենք, զարմանան, հեսա տեսեք, լուրերով բան, թե խոտ տանես դեպքին, էլի, ականջները կշարժեն հեսա։ Հիմա ժողովուրդ դուք բաժանեք սա, կիսվեք, էլի, որ այդ անասունների ուղեղը մտնի, էլի, որ այդ անասունները հասկանան, որ վաղ այս նույն փորձանքը չլինի ավտոբուսի հետ։ Հասկանում եք, ավտոբուսի վարորդն էլ է հոգնում։ Դուք պատկերացրեք երթևեկության ընթացքում մխրճվի օրինակ կանգարի մեջ, ժողովրդի մեջ, շուռ գա, կամուրջի ծնգնի, ձորը շուռ գա, դե տարբեր զառիթափ ոլորաններ շատ կան այդ Երևան քաղաքի մեջ, հենց Նորքից իջնելուց։ Հասկանում եք, այս հարցը աչքի թողանել պետք չի։
Էսա որ զարմանում ես էլի, այ դրա համար մեր հայը տեղյակ չէ, որ կա անօթաչուներ, բեսպիլոտնիկներ, որ պետք է ունենան զրահ-բաճկոն։ Միջև Ադրբեջանը չխփեց, Թուրքը չխփեց բայրակտար, չիմացան, որտեվ աննասուն են արա։ Հետո ինձ ասում եք, ինչ ես վիրավորում, բա անասունն է, բա անասունին ինչ ասես։ 24 ժամ վարորդը ղեկին։ Հիմա այս այդ վարորդը կլավանա, կբուժեն, կտանեն, կդատեն։ Հա, դե պայմանական մի բան կարող է տան, իբր չմտադրված սպանություն էլի։ Բայց այդ վարորդը խելացի լինի, կդիմի նույնիսկ ասում եմ համաշխարհ եվրոպական դատարան, բարոյական վնասեր կփոկի։ Այդ վարորդին ես ասում եմ։ Վարորդը այստեղ ընդհանրապես մեղք չունի։ Վարորդին ստիպել են սոցիալական պայմաններից ամեն ինչից համակարգն է ստիպել։ Ասել է ուժում ես կուշտ փորով հաց ուտես 24 ժամ էշի պես աշխատի։ Նույնն էլ ավտոբուսն է։ Հələ պատկերացեք ավտոբուսի վարորդը միջև տնից դուրս է գալիս, առավոտ 6-ին հասնում է բան, այդ իրանց գարաժը, այդքան քշում է, հետո նոր 12-ին արդեն մեքենան լիցքավորում, բանանում, տանում, անցնում գարաժ։ Բա կքնի ղեկի վրա։ Ես լավ եմ հիշում, Ռուսաստանում դա երբ սկսեցին հսկել, երբ որ 18 թվի աշխարհային ֆուտբոլի խաղերի ժամանակ հենց Մոսկվայի կենտրոնում տաքսի վարորդը ժլատության պատճառով չէր հանգստացել, էլի քնեց ղեկի վրա ու մտավ մարդկանց այդ մայթը բարձրացավ մեքենայով։ Ես հեսա հաղորդման վերջում կգտնեմ դրան, կդնեմ, կկիսվեմ, կնայեք էլի արդեն հաղորդումից հետո։ Նույնն էլ ավտոբուսը անցած տարի հենց Սանկտ Պետերբուրգում վարորդը չէր հանգստացել, էլի գործի են կանչել, ղեկի վրա քնել էր ու ընկավ գետը, կանալը։ Այս ամեն ինչը փորձանքներ է, որ դեմը պետք է ժամանակին առնես, ոչ թե գա անցնի գլխովդ, ոնց որ այս շտապօգնության ողբերգությունը, որ նոր հասկանան, էլի մեր անասուն, բայց կոչումավոր անասուններ, որ են ազգային ախորը բացում ես, դրանց բաները կարդում ես, նախարարներով, բանով, այնպես կոչումներ ունեն, ապշում ես, ասում ես, արա Ալբերտ Էյնշտեյնը այսքան կոչում չի ունեցել, ինչքան մեր օրինակ սովորական դատախազները, մի խոսքով էլի մեր էլիտան։ Հեսա, ժողովուրդ ջան, կիսվեք, բաժանեք, տարածեք, թող մեր մեծապատիվ դեգեներատներին գլուխները հասնի, մտնի։ Որ վաղը միսօր sense փորձանք ավտոբուսի հետ չլինի։ 8 ժամից ավել իրավունք չունեն աշխատեն։ Մոսկվայում օրինակ դա շատ լավ հսկվում է այդ ամեն ինչը, ու այդ տախոգրաֆները դրած են ամանավանդ քաղաքային տրանսպորտի բանի մեջ, որ եթե հանկարծ մի sense դժբախտ մի բան, որ դիսպեչերը գնա դատվի։ Մարդ, որ պետք է վերահսկի ավտոբուսի վարորդի քունն ու հանգիստը, աշխատանքը։ Այս նույնը կա համ եվրոպական երկրներում ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, էլի ես հիմա Բանգլադեշ բան չեմ ասի, Հնդկաստան։ Ես նկատի ունեմ նորմալ քաղաքակիրթ աշխարհը։ Այսքանը կիսվեք, տարածեք, ոնց որ լսեք ինձ, որ մեկ գրում են էլի բանը, ասում են, մի ուրիշ սիրուն տեղ նստի խոսա։ Դες ինչքան անասուններ կան սիրուն տեղ նստած, խոսում են, ճիշտ բան ասում են։ Ոնց որ կապ չունի թե հեղինակը որտեղ է իր հոդվածը պատրաստում կամ գրում, էլի։ Կարևորը լսեք կամ հոդվածը կարդաք։ Այսքանը։ Այն զոհվածի հարազատներին ցավակցում եմ, իսկ այդ վիրավորներին էլ շուտ ապաքինում, վարորդին էլ լավ իրավաբան, վերջում, հաջողություն։